Հինգ ամիս է Հայաստանի միակ կին քաղբանտարկյալի մայրը դստերձային է հեռախոսից ու հեռուստացույցից է լսում։ Առողջությունը չի ներում Դիլիջանից հասնել բանտ նրան տեսակցելու։ 39-ամյա Լիդիան մայրիկի հիմնական խնամակալներ, երկուսով էին ապրում։ Մայրս սրտի խնդիր ունի ու Լիդիային երբ որ ձերբակալեցին դրանից հետո սրվել է, դրա համար աշխատում ենք այդ թեման տանը շատ չի շոշափել, հեռախոսազանգերով է շփվում Լիդիայի հետ։ Ինքն ու Լիդիան միասին են ապրում, հայրս անցած տարի մահացել է։ Եվ Լիդիան կարելի ասել տան միակ կերակրողն էր, մայրս առողջական խնդիրների պատճառով չի կարող աշխատել եւ 62 տարեկան է, դեռ թոշակի չի գնացել։ Դատարանը եւս 3 ամսով երկարաձգեց նրա կալանքը, տեսակցություններն էլ սահմանափակեց։ Ընտանիքից դուրս որևէ մեկը չի կարող այցելել նրան։ Քույրը Լիզան 15 օր առաջ է հանդիպել Լիդիային։ Ինչպես էր առողջությունը, իսկ տրամադրությունը։ Ինչպես միշտ դրական, պոզիտիվ, ես կասեի մարտական։ Քույրն ասում է հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերն ու կամքը հայրիկից են ժառանգել։ Ամուր են, բայց չեն ժխտում։ Դժվար օրեր են։ Լուսավոր կետ ոնց որ մեր ընտանիքից բացակամ է, շատ լուսավոր կետ, մեր ուրախությունն է Լիդիան իր առօրյա վարակիչ ծիծաղով, ամեն ինչով, կազմակերպչական ջիղերով, իր առօրյա միջոցառումները մեր ընտանիքի համար կազմակերպելով։ Լիդիայի մասին ամենաբարդ հարցերը քրոջ երեխաներն են տալիս։ Դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող ճանապարհին տեսնում են մորաքրոջ լուսանկարով պաստառներն ու հարցերի շարանով տուն դառնում։ Որտեղ է մորաքույրը։ Ինչու են լուսանկարները փակցված քաղաքով մեկ։ Ինչու են նրան հեռուստացույցով միայն տեսնում, այն էլ ապակիների հետևում։ Ծնողները դժվարությամբ են պատասխաններ գտնում։ Մենք շատ մեղ ավելի փափուկ բացատրել ենք, որ Լիդիան հիմա անազատության մեջ է, իր գաղափարների, իր հայրենասիրության պատճառով։ Մինչև 10 տարեկան են, հենց այդքան էլ լավ չեն հասկանում։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը, բայց արդարադատության ակնկալիք չունեն։ Վերաքննիչ դատարանի ունեցած մեր պրակտիկան էլ շատ հուսադրող չէ։ Շատ զարմանալի պատահականությամբ Լիդիա Մանթաշյանի նախորդ 2 կալանքները, երբ որ բողոքարկվել էին, մակագրվել էին միևնույն դատավորին, Մնացական Հարությունյանին, ով 2 դեպքում էլ ըստ էության Լիդիայի կալանքը անփոփոխ է թողել։ Իրավաբանները վստահ են, Լիդիա Մանթաշյանի կալանքի ժամկետների երկարաձգումը չունի այլ տրամաբանություն, քան կալանքը որպես պատիժ կիրառելն է։ Այս պարագայում այդ պատիժը նպատակ ունի կանխարգելել նմանատիպ այլ մարդկանց, այլ կանանց, ովքեր ցանկություն կհայտնեն լինել հասարակական քաղաքական գործընթացներում, որ մի եղեք, որովհետև այլևս այս հասարակությունում նույնիսկ չկա այդ կարմիր գիծը կնոջ հանդեպ առավել դրական իմաստով խտրական վերաբերմունք ունենալու։ Ահաբեկչության մասին մեղադրանքները ծիծաղ են առաջացնում ընտանիքի անդամների, ընկերների ու Լիդիայի հետ երբևէ շփված մարդկանց մոտ։ Մեր ժպտերես Լիդիան ահաբեկիչ, ծիծաղի ու ցավի արանքում անհասցե հարց է տալիս քույրը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։